Ուկրաինական եւ ամերիկյան պատվիրակությունները Ֆլորիդայում մոտ 5 ժամ բանակցել են խաղաղության ամերիկյան ծրագիրը, որն անցած շաբաթ փոփոխվել էր Ժնևի հանդիպմանը։ ԱՄՆ պետքարտուղարը բանակցությունները շատ արդյունավետ է որակել եւ նշել, որ Վաշինգտոնի նպատակն է ոչ միայն վերջ դնել պատերազմին, այլև օգնել Ուկրաինային, որ մշտապես անվտանգ լինի ու թեւակոխի իրական բարգավաճման դարաշրջան։ Մարկո Ռուբիոն այդուհանդերձ նշել է, որ դեռ աշխատանք կա անելու, քանզի սա մեջբերում է նուրբ եւ բարդ հարց է բազմաթիվ բաղադրիչներով։ Այնպես որ դեռ շատ աշխատանք կա անելու, բայց այսօր շատ արդյունավետ եւ օգտակար հանդիպում էր, որի ժամանակ կարծում եմ լրացուցիչ առաջընթաց է գրանցվել, եւ մենք շարունակում ենք իրատես լինել, թե որքան դժվար հարց է սա, բայց նաեւ լավատես ենք, հաշվի առնելով, որ առաջընթաց ենք գրանցել։ Ուկրաինական պատվիրակության ղեկավար, Ուկրաինայի ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովն իր հերթին բանակցություններն արդյունավետ եւ հաջողված է անվանել, նշելով, որ քննարկել են Ուկրաինայի ապագան, բոլոր հարցերը, որոնք կարեւոր են Ուկրաինայի ուկրաինացի ժողովրդի համար։ Մենք արդեն հաջող հանդիպում էինք ունեցել Ժնևում եւ այսօր շարունակեցինք նույն հաջողությամբ, այնպես որ այս հանդիպումը արդյունավետ էր եւ հաջողված։ Ամերիկյան Axios-ը հայտնում է, որ բանակցությունները մոտ 1 ժամ ընթացել են ընդլայնված, ապա նեղ կազմով։ Ռուստեմ Ումերովը հանդիպման ժամանակ զանգահարել է Զելենսկիին եւ զեկուցել ընթացքի մասին։ Ուկրաինացի անանուն պաշտոնյաներին հղումով Axios-ը հայտնում է, որ գլխավոր հարցը եղել է այն, թե որտեղով է անցնելու Ռուսաստանի հետ սահմանը խաղաղություն հաստատելուց հետո։ Լրատվամիջոցը նշում է, Պուտինը հասկացրել է, որ չի դադարեցնի մարտերը մինչև ամբողջությամբ չգրավի Դոնբասը, եւ հիմա Միացյալ Նահանգները ցանկանում է հասնել նրան, որ Ուկրաինան հանձնի այդ տարածքները, որպեսզի կարողանան համոզել Պուտինին, որ դադարեցնի պատերազմը։ Սակայն դա ցավոտ եւ քաղաքականապես պայթյունավտանգ զիջում կլինի Ուկրաինայի կողմից, ասել է աղբյուրը։ Հանդիպումը հագեցած էր, բայց ոչ բացասական։ Մեր դիրքորոշումն այն է, որ պետք է անենք հնարավոր ամեն ինչ օգնելու Միացյալ Նահանգներին հաջողության հասնել, միաժամանակ չկորցնելով մեր երկիրը եւ կանխելով հետագա ագրեսիան։ CNN-ի աղբյուրն ասել է, որ բանակցությունները եղել են դժվար, բայց շատ կառուցողական եւ շատ առարկայական։ Մանրամասն քննարկվել են ամենախնդրահարույց հարցերը, այդ թվում սցենարը, ըստ որի Ուկրաինային չեն արգելի միանալ ՆԱՏՕ-ին։ Այդ հարցը կբանակցեն անդամ պետություններն ու Մոսկվան։ France Press-ն էլ գրում է, որ բանակցությունները դժվար են եղել, քանզի կողմերը դեռ չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ լուծումների եւ ձևակերպումների հարցում։ Գործակալության աղբյուրն ասել է, որ ամերիկացիները շատ են ցանկանում համաձայնության հասնել վերջնական կետերի շուրջ, որպեսզի կարողանան մեկնել Մոսկվա։ Ամերիկյան Wall Street Journal-ն էլ ԱՄՆ վարչակազմում իր աղբյուրի հողմով հայտնում է, որ ի թիվս այլ հարցերի քննարկվել է նաև տարածքների փոխանակման եւ Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու հարցը։ Ըստ թերթի հաջորդ շաբաթ կրկին Կիև կայցելի Թրամփի հատուկ դեսպանորդ Դեն Դրիսկոլը։ ԱՄՆ նախագահն իր հերթին հայտարարել է բանակցություններում առաջընթացի մասին։ Այո, խոսել եմ նրանց հետ, ամեն ինչ լավ է, Ուկրաինան որոշ փոքր խնդիրներ ունի, բայց կարծում եմ Ռուսաստանը կցանկանար, որ պատերազմն ավարտվի, գիտեմ, որ Ուկրաինան կցանկանար, որ պատերազմն ավարտվի։ Ուկրաինայի նախագահը, որն այսօր մեկնել է Փարիզ Էմանուել Մակրոնի հետ հանդիպելու, հայտնել է, որ իրեն զեկուցել են երկխոսության հիմնական պարամետրերի, շեշտադրումների եւ որոշ արդյունքների մասին։ Կարևոր է, որ զրույցը կառուցողական է եւ բոլոր հարցերը քննարկվել են անկեղծորեն, Ուկրաինայի ինքնիշխանության եւ ազգային շահերի ապահովման վրա կենտրոնանալով, սոցցանցում գրել է Վլադիմիր Զելենսկին։ Նա սակայն այլ մանրամասներ չի հայտնել, խոստանալով շարունակել աշխատանքը։ Այս ֆոնին նախատեսվում է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Վիթկոֆի այցը Մոսկվա, որտեղ նա կբանակցի նախագահ Պուտինի հետ։ Ըստ արևմտյան լրատվամիջոցների Մոսկվա նա կժամանի այսօր։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ հանդիպումը նախատեսված է վաղը, օրվա երկրորդ կեսին։